Կեսա պայքարում ենք, փորձում ենք քաղաքապետարանից պաշտոնական տեղեկատվություն ստանանք, թե ինչ է գալու մեր գլխին, ինչ են ստեղ կառուցում, ձայն բարբառը հանապատի։ Նաիրի Զարյան 11-13 հասցեում Ադամիում ընկերությունը պատրաստվում է 9 հարկանի շենք կառուցել ստորգետնյա հատվածով։ Դա հարուցել է հարակից շենքերի բնակիչների վրդովմունքը։ Թեև նախագիծն անցել է անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում պետական համալիր փորձաքննություն, բնակիչները պնդում են, շինթույլտվությունը ընկերությանը տրվել է մի շարք խախտումներով։ Արաբկիր համայնքը ամենախիտ բազալտն է Երևան քաղաքի։ Երևան քաղաքում տրակցնելը արգելված է։ Ոչ մեկն չի թող, տեսնում եք, բնակելի 9 հարկանի շենք է սա։ Ասենք իրանք պետք է պիկերով քանդեն, էքսկավատորներով, մոլոտներով։ Օրինակ վրացական 6 շենքը 61 կամ 2 տարվա շենք է, վրացական 4-ը 65 տարվա շենք է։ Ասենք այդ պիկերի արդյունքից ամեն մի խփելը փոքրիկ երկրաշարժ է, ցնցում է դա լինելու։ Ու ես կառուցապատողի ներկայացուցիչը, որ եկավ այտենց ելույթ ունեցավ, ես իրան հարց տվեցի, ասի դուք կարող եք իմ հետ որպես սեփականատեր ես բնակարան ունեմ։ Պայմանագիր կնքեք, եթե իմ շենքը վթարային դառավ, դուք փոխհատուցեք, բա ոչ։ Բնակիչները համոզված են, որ կառուցապատողը չի պահպանի նաև հարակից շենքերի միջև պահանջվող հեռավորությունը։ 4 ու 6 մետր էր նոր չափեցին, որը չի համապատասխանում ինստալյացիային, որը շենքից իրանց կառույցու 15 ան 10 մետր չի պահպանված։ Սա ծառերն են, բակային տարածքա, որը երեխաներն են խաղում, դի վերանա։ Ինչա կառուցապատողը պետք է ճանապարհ սարքի եւ շենք, որը մենք չենք պատկերացնում, ոնց է սա լինելու։ Այս տարածքում նախկինում 3 սեփական տուն է եղել, կից հողատարածքներով։ Սեփականատերերի ասելով մոտ 100 տարվա հնության։ Կառուցապատողը քաղաքապետարանի թույլտվությամբ դրանցից 2-ը քանդել է։ Կանգուն մնացած միակ տունը Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է։ Նա ևս միացել է բողոքող բնակիչներին, որոնք դիմել են վարչական դատարան եւ հակակոռուպցիոն կոմիտե։ Բազմաթիվ բնակիչներ հայց են ներկայացրել վարչական դատարանում, վիճարկում են Ավինյանի այս շինթույլտվությունը, որը տրամադրել է այս կազմակերպությանը։ Միջնորդություններ ներկայացվել նաև կասեցնելու շինարարությունը։ Իհարկե այդ միջնորդությունը երբ մենք ներկայացրել ենք, մենք միայն հիմնավորել ենք միջնորդությունը ողջամիտ կասկածի վերաբերյալ, որ շինարարությունը սկսելու դեպքում ինչեր կարող են տեղի ունենալ։ Մեր միջնորդությունը այս պահին դատարանը մերժել է, մենք դա բողոքարկել ենք վերաքննիչ վարչական դատարան։ Մենք բողոքարկում ենք անընդհատ, մի քանի հայցեր ենք ներկայացրել, այս փաստաթղթը ընդունվել է բազմաթիվ օրենքների խախտումներով եւ մենք գտնում ենք, որ սա կոռուպցիայի հետևանք է։ Այլ կերպ այսպիսի փաստաթուղթ չէր կարող ընդունվել կամ տրամադրվել։ Բնակիչները պնդում են, նոր շենքի կառուցմամբ կաղավաղվի նաև Արաբկիր վարչական շրջանի դիմագիծը, որը պատմական նշանակություն ունի։ Ոչ միայն այն է, որ հարակից շենքերն են վնասվելու, դա միանշանակ է, այլ նաև որ պատմությունն է մեր վերանում։ Ունքը նախատեսված է եղել հենց այգիների համար։ Իսկ իրենք 2000 քառակուսի մետրը վերացնելու են, տեղադրելու են ցեմենտաբետոնի կառույց եւ այգին իսպար վերանալու է։ Երևան համայնքի 2023 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել է հանրային լսումներ կազմակերպել, սակայն չի կատարել խոստումը։ Խոսք են տվել ենոքե, ձեռք են տվել, վիդեոները կա։ Բացարձակ իրանք ապեզնել են տվել շինթույլտվություններ, դե հարևանների ժողովրդի կարծիքը հաշվի չեն առել։ Ես առաջարկում եմ իրապես պրոֆեսիոնալ մակարդակում այս քննարկումը անենք։ Բերեմ եւ մեր ճարտարապետներին եւ կառուցապատողին, որովհետեւ ճարտարապետները նայել են, ասել են, այստեղ կարելի է։ Տեսա կառուցապատումը պարտադիր անցնում է շմակ փորձաքննություն։ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում։ Այս շմակ փորձաքննությունը պարտադիր ենթադրում է կազմակերպել հանրային լսումներ։ Այդ հանրային լսումները Այստեղ ենք շատ լավ։ Մոտ 200 ստորագրություն մենք հավաքել ենք եւ ուղարկել ենք Երևանի քաղաքապետարան։ 23 թվականի օգոստոսից առ այսօր որ իմացած այդ խոսում եմ, վարչական շրջանից, այստեղ Արաբկիրի վարչական շրջանից, որի մոտ մի քանի անգամ ենք գնացել այս հարցով, քաղաքապետարանից մի անձ մեկ հատիկ դեպք չի եղել, որ որևէ մեկ գա, ասի ինչ կա ժողովուրդի խառնվել իրար։ Բնակիչների խոսքով կառուցապատողը փոխկապակցված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Ասել են ժողովուրդը որ բողոքի ասել են
Թե այդքան գյուղում ապրեն ժողովուրդ, հետևի բողոք են, հետո մենք էլ Քավոր Սանիկ ենք Ավինյանի հետ, հենց որ պալյուբոմը սարքելու ենք, դա իրանց բառերն է վերանը։ Ադամիում ընկերության ներկայացուցիչ Նորայր Մուշեղյանը մեծ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե որևէ կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ։ Ոչ մի Քավոր Սանիկական կապեր չկա, պետք է օրինակ, ինչ որ տարօրինակ մարդկանց մտքին ինչ գալիս է արտահայտվում են, էլի։ Մենք ունենք շին թույլտվություն, սա լիցենզավորված կազմակերպություններից տրամադրված, սա գեոլոգիական աշխատանքները կատարված, ոչ մի վտանգ չկա, սա օրենքի մեջ սահմաններում արվում է։ Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարինց նշեցին, քանի որ շինարարությունը դասվում է 4-րդ բարձր ռիսկայնության օբյեկտների շարքին, անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում պետական համալիր փորձաքննություն, եւ քանի որ ըստ նախագծի կառուցապատման մակերեսը չի գերազանցել 1500 քառակուսի մետրը, հետեւաբար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։ Նույնաբովանդակ հրապարակում Facebook-յան իր էջում արել էր նաեւ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը, հավելելով. Կառուցապատողի եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև ենթադրյալ Քավոր Սանիկական հարաբերությունների մասին պնդումները եւս չեն համապատասխանում իրականությանը։ Չնայած բնակիչների բողոքին կառուցապատողը մեր նկարահանումից օրեր անց տեխնիկա է մտցրել տարածք եւ սկսել շինարարական աշխատանքները։ Բնակիչներն ասում են, չեն համակերպվելու եւ շարունակելու են պայքարել։